Մինչ Դոնալդ Թրամփն Իրանի նոր հարվածներով է սպառնում, եթե գործարքի չգնա, Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդների ներկայացրած առաջարկները։ Ըստ ամերիկյան Axios-ի առաջարկվում է անմիջապես 45 օրով հրադադար հաստատել։ Այդ ընթացքում կողմերը կբանակցեն խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկնքվի երկրորդ փուլում։ Ընդ որում հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցելու համար լրացուցիչ ժամանակ պահանջվի։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ Թեհրանը հիմա քննարկում է առաջարկը։ Իրանը սակայն չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանզի կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ մշտական հրադադարի, ասել է պաշտոնյան։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանը ձևակերպել է առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն ու պահանջները, հավելելով, որ բանակցությունները մեջբերում են անհամատեղելի են վերջնագրերի եւ պատերազմական հանցագործություններ կատարելու սպառնալիքների հետ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը սպառնացել էր պայթեցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը գործարքի չգնա։ Դուք կտեսնեք կամուրջներ եւ էլեկտրակայաններ, որոնք կփլուզվեն նրանց ամբողջ երկրում, եթե նրանք արագ համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու եւ նավթը վերցնելու մասին։ Ավելի վաղ էլ Դոնալդ Թրամփը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Վերջնաժամկետը լրանում է 3-շաբթի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Կորպուսը նաեւ հայտնել է, որ իր ռազմական ուժերը Պարսից ծոցում են նեղուցում Իրանի հաստատած նոր կարգն ապահովելու համար։ Ըստ Ֆարս գործակալության Իրանի համաձայնությունը ստանալուց հետո անցած մեկ օրում 15 նավ է հատել նեղուցը։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու Թրամփի հայտարարությունը մեջբերում են պատերազմական հանցագործության մտադրության ապացույց է որակել։ Իրանի խորհրդարանի նախագահն էլ Թրամփին մեղադրել է մեջբերում եմ անխոհեմ քայլեր անելով ԱՄՆ-ին դժոխքի մեջ ներքաշելու համար։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ ողջ տարածաշրջանը կայրվի, քանի դեռ ԱՄՆ նախագահը հետևում է Իսրայելի վարչապետի հրահանգներին։ Մի սխալվեք, դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով։ Միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է, հավելել է նա։ Իրանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին զգուշացրել է, Իրանը արագ հակահարված կտա ԱՄՆ ցանկացած հարձակմանը։ Իրանի պատասխանը կլինի նման հարձակումներին հակահարված տալը։ Մեր զինուժը հստակ հայտարարել է, եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր զինուժը կհարվածի նմանատիպ ենթակառուցվածքների, որոնք պատկանում են Միացյալ Նահանգներին կամ նպաստում են Իրանի դեմ նրա ագրեսիային։ Պատերազմի 38-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները Իրանում 1 տասնյակից ավելի զոհկապետական լրատվամիջոցները հայտնել են, որ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին։ Նա այս պաշտոնում փոխարինել էր Մոհամմադ Քազեմիին, որը սպանվել էր անցած հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Իսրայելը նաև շարունակել է հարվածները Լիբանանում, կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, Հայֆա քաղաքում առնվազն 2 զոհկական, նաև վիրավորներ։